Հայաստանում կա 176 հազար ֆիզիկապես սահմանափակ հնարավորություններով մարդ։ Կան արդյոք նրանց համար հատուկ պայմաններ հեշտ ու արժանապատիվ կյանքով ապրելու համար։ Փորձենք ճշտել երրորդ սեկտորի շրջանակներում։ Փողոցի անվերջ աղմուկին, խառնելով սուլոցս անհոգ, աննպատակ անշտապ քայլում եմ։ Ես սիրում եմ քաղաքը իմ հին, ես սիրում եմ քաղաքը իմ շոկ, երբ աստղերն առաջին քայլում են։ Այգիները հագել են կանաչ, մոռացվել են հոգոց ու առաջ, երեկոն այնքան խաղաղ լուսավոր է։ Հիասքանչ աղջիկներ են անցնում, նայում եմ նրանց ու մտածում, որ Երևանն իրոք արտասովոր է։ Վշատի բուրմունքն անուշ, տարածվել է ծանոթ բակում, ես մի ամբողջ կյանք այստեղ ապրել եմ։ Արթնացնում է հազար ու մի հուշ, նստարանը ծառի շվաքում, ուր սիրել եմ ու անհույս արբել եմ։ Ընկերներ հեռու մոտիկ, պարզապես անցնող մարդիկ, դուք ինձ համար հարազատ ու թանկ եք։ Սայլակում մանկիկ լացող, զբոսաշրջիկ զարմացող, ախ ինչպես պատմեմ ձեզ իմ բերկրանքը։ Եթե ես չեմ կարող անցնել անցումով, իսկ փողոցում չկան անցման գծեր, ինչ անեմ։ Չէ, երևի ես խախտեմ օրենքը։ Կնստեմ ու կհիշեմ, սուրճս կմնա պաղած, կթերթեմ հիշողության իմ գիրքը։ Մանկության պայծառ օրեր, ես գիտեմ դուք չեք կորել, այսօրվա կողքին կա երեկվանը։ Այս քաղաքը տունն է իմ, որքան նոր, այնքան էլ հին, հուշերի քաղաք է Երևանը։ Դողորին դժվար ճամփին, պատահեց եւ դառնություն, ու մոտիկ մարդիկ չհասկացանին։ Ես արդեն կես ժամ է ինչ փորձում եմ խախտել օրենքը, բայց ցավոք սրտի ոչ հոգնող եղավ, ոչ էլ տուգանով։ Տարապած ու անվեր, իմաստուն ու ալեհեր, դու ես որ բուժել ես իմ վերքերը։ Հարազատ ու աննման, հույսի քաղաք Երևան, քո մասին են իմ բոլոր երգերը։ Հարազատ ու աննման, հույսի քաղաք Երևան, քո մասին են իմ բոլոր երգերը։ Երգերը։ Մեր անցումներից օգտվելու համար հաշմանդամները մինիմում պետք է ակրոբատ լինեն, որպեսզի կարողանան բարձրանալ եւ իջնել։ Չնայած բարձրանալ ոչ էլ թող փորձեն, միևնույն է անհնար է դա։